Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր ավետեց, որ եւս 16 քահանա միացել է իր եկեղեցին գրոհելու ծրագրին։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս եւ Ավետիք Քերոփյանը կփորձենք ամփոփել անցած շաբաթը։ Ողջույն։ Անցած շաբաթվա երևի ամենակարևոր իրադարձությունը այս ուրեմն քահանաների միացումներ եւ հայտնի ուխտերտներ կամ ուխտաերթը, ինչպես ասած ԿՊԿ-ներից մեկը, ու երկուսն էլ եկեղեցու դեմ այս արշավի մաս կազմող միջոցառումներ։ Այս 16 քահանաների ուրեմն վերաբերյալ արդեն համացանցում տեղեկություններ են պատտվում, որ ուրեմն մի քահանան իշխանությունը գնահատում է 5 միլիոն դրամ եւ 5 միլիոն դրամ են տալիս, որ անցնեն Նիկոլ Փաշինյանի կողմը, բայց ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի եւ այդ 16 հոգու հայտարարություններին զուգահեռ 3 համացանցը ողողել էին հարյուրավոր ուրեմն բաներ, սովորական քահանաներ, կուսակրոն հոգևորականներ, որոնք հայտարարում են, որ հավատարիմ են իրենց ուխտին եւ վեհապառ են։ Եվ կարելի ասել, որ սա ուրեմն այսպես կունենա նաեւ կամ ունեցավ նաեւ իր դրական արդյունքը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ստրատեգիական իմաստով Նիկոլ Փաշինյանը չի փորձում հանգուցալուծել սա, որտեղ ինքը ունի գործիքներ, որով չի խորշում այդ գործիքներից օգտվելուց, խոսքը հատուկ ծառայությունների մասին է, ուժային կառույցների մասին է եւ այլն, բայց ինքը չի օգտագործում իր հատուկ միջոցները խնդիրը հանգուցալուծելու համար։ Իմ կարծիքով սա ինքը պահում է որպես այսպես բան օջախ, ինչ որտեղ անդադ փայտ է գցում եւ թեժացնում, հա, միջև ընդունությունները յուղը լցնում, այո, կրակի վրա յուղը լցնում եւ այդպես թեժացնում, պայքար է բանանում, այսպես ինչ որ էմոցիաներ է մարդկանց մեջ գեներացնում եւ հասարակությունն է բաժանում մի քանի մասի, որտեղ ինքը այլ թեմաներ կարելի ասել որ այլևս չունի եւ այս իր ամենամեծ խաղաքարտը մնացել է եկեղեցին, որտեղ չի կարող ասենք նորից նախկինների դեմ պայքարել, չի կարող, չգիտեմ, Արցախի մասին խոսել եւ այլն, եւ հիմա այդպես հասարակությունը բևեռացնելու, էմոցիաներ մարդկանց մեջ առաջացնելու, մարդկանց կռվեցնելու, չգիտեմ ինչ անելու բանը մնում է եկեղեցին, որը եթե սպառվի դժվար կլինի ուրիշ թեմա գտնելը, դրա համար ինձ թվում է, որ ինքը հատուկ սա չի ավարտում այս թեման, բայց մյուս կողմից էլ այս process-ից կարծում եմ, որ կարող ենք որպես հասարակություն հաղթող դուրս գալ, եթե եկեղեցին անցնի այդ մաքրագործվելու ճանապարհով, էլի։ Դե մաքրագործվելու ճանապարհը արդեն բռնել են եւ դրան մեծապես օգնում են այն հոգեվորականները, ճակերտավոր հոգեվորականները, որոնք համաձայնություն են հայտնել այս բարենորոգման գործընթացին միանալու, այսինքն իրենց իրական էությունը ցույց են տվել իրենց դավաճանությունը եւ կարեւոր չէ այդտեղ փողով են իրենց համոզել մեկին 5 միլիոն առաջարկած կլինեն, մյուսը 50-ով համաձայնված կլինի եւ այլն, եւ դա էական չէ այդ փողի աղբյուրը։ Իհարկե մենք գիտենք, որ այդ փողի աղբյուրը հիմնական աղբյուրը մենք ենք, հարկատուներս, եւ իշխանությունը չի խորշում ժամանակ առ ժամանակ այսպես գախնի գործընթացներով գնումներ կազմակերպել, ինչպես պարզվեց անցած ամառ, տարատեսակ գաղափարական կամ ոչ այնքան գաղափարական եւ հանցագործ կամ ոչ այնքան հանցագործ նախաձեռնությունների համար, գործողությունների համար, բայց էականը դա չէ։ Էականը այն է, որ այս եկեղեցու դեմ արշավանքը, հարձակումը, հանցագործ հարձակումը, որովհետեւ արդեն այլևս ակնհայտ է թե ինչ օրենքի ինչ խախտումներով, սահմանության ինչ խախտումներով է սա կատարվում, իրականում իշխանությունը ցույց է տվել իր անզորությունը, նաև տեղեկատվական արշավը թե ինչպեսի կեղծված մոնտաժված լուսանկարներով է
զուգորդվում, թե ինչպես են օգտագործում եւ բացահայտվում է, որ օգտագործում է վարչական ռեսուրս, մարդկանց են բերում, քայլեցնում, հետո քայլեցնելուց հետո ժամանակը սպառելուց հետո պայմանավորված ժամանակը սպառելուց հետո մարդիկ արագ ցրվում են իրենց տներով, որովհետեւ գաղափարական որևէ առնչություն կամ ընդհանրություն չունեն տեղի ունեցողի հետ եւ չեն էլ ուզում ավել քան իրենք վճարվել են կամ վճարվում են դրանից ավել առնչություն ունենալ, բայց ակնհայտ է նաեւ, որ այսպես վարչախմբի պարագլխի շուրջ հավաքված շրջիկ թափառախումբը ինքը որևէ գաղափարական միասնություն էլ չունի, այն իմաստով, որ նույնիսկ չեն էլ թաքցնում իրենց ուղղորդված լինելը, չեն էլ թաքցնում իրենց ավելին ասեմ պատանդարված լինելը եւ թող ուխտերը իրենից չվիրավորվեն, բայց իրենց անգրագիտությունն էլ չեն թաքցնում, որ իրենք սրան մասնակցում են ի պաշտոնե եւ դրանով խոստովանում են իրենց հանցագործ եւ հանցավոր գործողությունները։ Ինչ վերաբերում է հենց եկեղեցու դեմ պայքարին, ես կարծում եմ, որ այո դու ճիշտ ես, այստեղ որևէ համախմբման մասին խոսք չի գնում, չի փորձում վարչախումբը համախմբել ժողովրդին եկեղեցու դեմ, հակառակը պառակտում է, որպեսզի իր ընդհանրապես գործունեության ողջ ձևը եւ նպատակը եւ ընդհանրապես կարիք էլ չունի, ցանկություն էլ չունի ինչ որ բանի շուրջ համախմբելու, որովհետեւ ցանկացած համախմբում տեսնում է իրեն որպես վտանգ, տեսնում է իրեն մրցակից եւ եթե դա առավել եւս լինի ժողովրդական համախմբում, տեսնում է իր իշխանության համար միակ իրական վտանգ։ Մյուս կողմից այս երբ որ նայում ենք այս եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին, ուրեմն մի բան է վախեցնում այն, որ Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի պլան, դա ակնհայտ է, ինքը ունի որոշակի ցանկություն, օրակարգ, անդադ ինքը լցնում է իր օրակարգը, բայց հակառակ կողմը չի կարողանում այդ օրակարգը սահմանել եւ անդադ արձագանքումը փորձում է պաշտպանվել։ Իհարկե այդտեղ կա մի քանի մաս էլի, որ եկեղեցու շուրջը համախմբվում է, մի մասը եկեղեցու այսպես իրոք այն հոգևոր հոտնա, որը հավատավոր հոտնա, որ հավաքվում է իջմիածնում, բայց կան այդտեղ նաև քաղաքական բաներ, թևեր, թիմեր, որոնք միանում են դրան եւ փորձ ցույց է տալիս, որ ինչ որ պահի կարող այդ քաղաքական թևերը ուշ արձագանքեն, չգիտեմ, ինչ անեն եւ այլն, եւ այդ բաժանությունը, այսինքն այն, որ այդ մարդիկ, որոնք դիմադրում են մի կենտրոնից չեն ղեկավարվում կամ մի բանով, այսպես ասած, օպերատիվ շտաբ չկա այդտեղ, դա կարող է բերի, այսպես ասենք, անկանխատեսելի հետևանքների։ Ընդհանրապես ասած, քաղաքական հոսանքների, շարժումների, թևերի, կուսակցությունների մասնակցությունը սրան ունի առնվազն մեկ դրական ազդեցություն, այն է, որ այդ շարժումները իրենք ունեն ինչ-որ ներքին կազմակերպվածություն, կառուցված կազմակերպվածություն, որոնք թույլ են տալիս արագ մոբիլիզացնել մարդկանց, ոչ միայն հավատավոր հոտին, որը հիմնականում անկազմակերպ է, եւ այդտեղ ես տեսնում եմ եկեղեցու եւ որպես կառույց իր թուլությունը, խոցելիությունը, բայց քաղաքական եւ քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությունը այս դիմադրության շարժմանը իրականում թույլ է տալիս գոնե ինչ-որ չափով կազմակերպել եւ արագ արձագանքել։ Իհարկե վտանգ կա, որ արձագանքը կարող է լինել ուշացած եւ ոչ այնտեղում, որտեղ պետք է իրականում, բայց ամեն դեպքում սա ինչ-որ դրական ազդեցություն ունի, բայց մյուս կողմից էլ այդ մասնակցությունը հենց հավատավոր հոտին կարող է վանել այն իմաստով, որ սա կարող է ընկալվել որպես քաղաքական պայքարի գործիք, եկեղեցին դառնա ոչ թե գործոն, այլ գործիք, հենց քաղաքական պայքարում եւ
իրականում դա արդեն հենց հավատավոր հոտին վանի այս պաշտպանության կամ դիմադրության գործընթացից։ Մյուս կողմից իհարկե չպետք է ժխտենք այն փաստը, որ քաղաքական դաշտում, քաղաքական դաշտի համար եկեղեցին եւ եկեղեցու համար եւ եկեղեցու կողքին պայքարը հանդիսանում է որոշակի համախմբող գործոն եւ այստեղ կարելի է կանխատեսել, որ դրա շուրջ գոնե մարդիկ կարող են նստել պայմանավորվածություններ ձեռք բերել նաեւ քաղաքական պայքարի հարցում։ Ինչը ես համարում եմ դրական գործընթաց, դրական գործոն, իհարկե վատ է, որ չկան այլ առայժմ չկան այլ գործոններ, այլ գաղափարներ, միավորող գաղափարներ, եւ ցավալի է, որ հայրենիքի պաշտպանության գաղափարը հետ է մղվել, իսկ մղվել է երկրորդ պլան, եկեղեցու պաշտպանությունն է դարձել առաջի պլան, եկել առաջի պլան, բայց ամեն դեպքում որոշակի համախմբում նկատվում է ու կարծում եմ, որ դա կարող է խթան հանդիսանալ նաեւ այլ գաղափարների, այլ նպատակների շուրջ համախմբման։ Հիմա կոնկրետ այս պարագայում բավետիկ չեն։ Ես կարծում եմ, որ եթե հակառակող կողմերից մեկը ունի օրակարգ, մյուսի օրակարգը այն է, որ մեզնից այսպես կոպիտ ասած յանտվեք թողեք առաջվա պես ապրենք, սա է, այդ օրակարգ ունեցողը հաղթելու է մյուսին։ Մյուսը պաշտպանվող կողմը կա ձևավորի իր օրակարգը։ Կարա մայրաթոռը ձևավորի քրիստոնեական օրակարգ, օրինակ ասենք, չգիտեմ, ոնց ավելի հավատավոր դառնանք, ոնց ավելի, չգիտեմ, սերտ դառնանք եկեղեցուն, բայց այդ օրակարգը պետք է լինի։ Սովորաբար այս ընթացքում էլ ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ դա կար, որ ասենք բաներ այդ մեծ համակարգերը, մեծ եսիմիջերը այսպես բոլորը համախմբվում էին, կոմպրոմիսի են գալիս ստատուս քվոյի շուրջ, որ ոնց կա թող շարունակվի, թեկուզ վատ է, թեկուզ հասկանում ենք, որ քանդվում է, թեկուզ հասկանում ենք, որ եսիմիջը, բայց սա թող շարունակվի։ Իսկ հիմա մենք տեսնում ենք այդ նույն մենք տեսնում ենք այսպես շատ ակտիվ քաղաքականություն իշխանության կողմից, անդադ հարձակումներ ինչ որ ինստիտուտների վրա, բայց այդ ինստիտուտների կողմից որևէ օրակարգ չենք տեսնում։ Այդ ինստիտուտները այսպես ինչ որ դրվագային դիմադրություն են ցույց տալիս, օրինակ այդպես եղավ համալսարանի հետ, ակադեմիայի հետ, դատական համակարգի հետ, չգիտեմ, տարբեր համակարգերի հետ է դա եղել, որտեղ ուրեմն եղել է դրվագային դիմադրություն, չի եղել բանակի հետ, բոլոր համակարգերի հետ եղել է, բայց հակառակ օրակարգ չի ձևավորվել ու դրա համար ուրեմն բոլորը ես կարծում եմ նաև այդ է եղել պատճառը, որ մարդիկ չեն միավորվել երկարաժամկետ դիմադրության հույս, չգիտեմ, հավատ, որ սա կհաջողվի, կստացվի եւ այլն չեն ունեցել եւ դրա արդյունքում ուրեմն այդ բոլոր համակարգերը հերթով ընկել են։ Եկեղեցու պարագայում մի քիչ այլ է, որովհետեւ այնտեղ կա միավորիչ շատ ավելի հզոր բան, քան համասանում կամ ակադեմիայում եւ այլն, դա Հիսուս Քրիստոսն է եւ այդ ամբողջ ուսմունքն է, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հիմա եկեղեցին չի դիմադրում, չի բերում իր օրակարգը, այլ բերում է միայն, որ մեզ հանգիստ թողեք։ Ու ես չեմ բացառում, որ եթե հիմա ասենք վաղվանից Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի, այլ չշարունակի ճնշումները, վեհապար Հայրապետը նորից հետ կընդունի իր գիրկը, կների, չգիտեմ, բան կան ես Կճոյաններին, Միրզախանյաններին եւ մնացածներին, որովհետեւ Քարամյաններին, այո, որովհետեւ ես կարծում եմ, որ երբ որ մարդը ունենում է տեսլական, ունենում է ինչ-որ մի բան, նպատակ, որին ինքը անդադ ձգտում է, անդադ գնում է դեպի դա, ինքը անհաշտ է լինում, էլի կոմպրոմիսի չի գնում իրեն հետ պահող հանգամանքների հետ, բայց մեր հասարակությունը չափազանց նահապետական է, էլի, եւ այդ տեսլականները խոսում են դրա մասին, որ բոլորը ունեն դա եւ այլն, բայց սովորաբար դա չի լինում։ Դե պետք է հաշվի առնենք, որ եկեղեցին սովորական կառույց չէ։ Այն իհարկե քրիստոնեական ուսմունքը ներելու, սիրելու, եւ սիրով
սիրո միջոցով զարգացնելու, բարձրացնելու մասին է, ամենևին նվաստացնելու, ստորացնելու, պատերազմելու մասին չէ։ Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ այդ ինստիտուցիոնալ դիմադրողականության դիմակայության անկումը իրականում տեղի ունեցել հենց նախորդ իշխանությունների օրոք, այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյան կոչված անձը կարողացել է կոտրել այդ դիմադրությունը։ Մենք հիշում ես սրանից մոտավորապես 5 տարի առաջ 21 թվականի փետրվարին ականատես եղանք զինված ուժերի կողմից հայտարարության, որը իրականում ոչ մի հետևանք չունեցավ, չնայած մեր նման վիճակում գտնվող երկրում վաղուց պետք է ձևավորված լիներ զինվորական վերնախավը, որը պետք է կարողանար հարցեր լուծել։ Որ ես խոսքը չի գնում ռազմական հեղաշրջման մասին, խոսքը չի գնում զինվորականների կողմից իշխանություն յուրացնելու կամ յուրացնելու փորձերի մասին։ Շնորհակալ մասնավորեցնում ես, որ հետո վաղը չգան մեզ։ Ամենևին ես ինքս ինքս անձամբ չասեմ երդվյալ, բայց հավատացող ժողովրդավար եմ, այն իմաստով, որ իրական իշխանությունը կամ իրական ժողովրդավարությունը չի կարող լինել ղեկավարվող, այն պետք է լինի հենց ժողովրդի շահերից, ազգի շահերից, պետության շահերից բխող եւ բոլորի մասնակցությամբ, ոչ թե ինչ-որ վերնախավերի կողմից ձևավորվող իշխանության կամ վերնախավերի կողմից թելադրվող իշխանության, բայց ամեն դեպքում մենք պետք է ունենայինք, այո, այն վերնախավերը, այն էլիտաները, վերնախավ չասենք, խավ բառը շատ լավ բառ չի, առաջնորդող էլիտաները, որոնք պետք է կարողանային ձևավորել եւ պաշտպանել ազգային, պետական, ժողովրդական շահը։ Ամեն դեպքում դրան հակառակին ականատես եղանք հենց պարակտման, ականատես եղանք պաշտոնա կռվի, ականատես եղանք հենց թուլացնող գործընթացների, որի պատողները այսօր քաղում ենք, որը չտեսանք 20 թվականին, 22 թվականին, երբ որ ռազմակալվում էին Հայաստանից տարածքները, 23 թվականին, երբ հայաթափվում էր Արցախը, եւ 25 թվականին, երբ եկեղեցու դեմ համակարգված պայքար է մղվում։ Հիմա ինչու դա տեղի չի ունենում։ Որովհետեւ իրականում չկա դիմադրողականություն։ Ինստիտուցիոնալ դիմադրողականություն դիմադրում։ Ես համասանի ներսից կարող եմ ասել։ Շահամոլություն, նեղ անձնական խմբային էլ չասենք, խմբակային շահերի գերադասում հանրայինից, պետականից, ազգայինից վեր, որը իրականում մեր կորուստների, մեր ցավերի, մեր այսպես նվաստացման պատճառն է։ Բայց դա քո կարծիքով էլի, ես շատ մտածել եմ։ Ու դա միշտ չէ որ փողն է։ Միշտ չէ որ փողն է, ասենք խմբակային շահ կարող է լինել դիրքի կամ հենց թեկուզ ստատուս քվոյի պահպանություն։ Հիմա դա այդ հանրային շահը չգիտակցելը։ Ինչի խնդիր է, կրթության խնդիր է, դաստիարակության խնդիր է, չգիտեմ, մշակութային խնդիր է։ Մենք տենց անհատականացված ինչ որ ազգ ենք, որտեվ մենք այդ հանրային շահը ոչ մի մակարդակում չենք։ Մինչև մեր զրույցը իրականում դա սոված մնալու վախն է։ Ես կարծում եմ, որ հենց անհատապես անձնապես սոված մնալու վախը դա ավելի գերակա է, քան եւ բնազդային վախ է դա իրականում։ Եթե մենք հետ գնանք մինչև նախապատմական ժամանակներ, երբ մարդը անընդհատ ուտելիք չուներ եւ ստիպված էր երկար օրեր վազել որսի հետևից, հետո քաշ տալ բերել, փորը լցնել եւ կար անընդհատ այդ սոված մնալու վախը, մենք 90 թվականից այսքոմ երևի այդ վախը մեր մոտ արթնացել է, որտեղ ականատես ենք եղել այդ մութ ու ցուրտ տարիներ կոչվածին, ականատես ենք եղել պատերազմին, շրջափակման եւ մնաց ամեն ինչին, եւ դա իրականում բերել է հասարակության դեգրադացման այն աստիճանի, որ հանրային շահ այսօր չենք էլ կարող ձևակերպել, թղթի վրա գրել թե որն է հանրային շահը։ Եվ հենց նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված այդ
գրպանդ եւ փորդ լցրու եւ մի մտածիր քաղաքականության մասին այս գաղափարը բերել է նրան, որ մենք քաղաքականության մասին մտածում ենք շատ այլասերված մոտեցումներով, այլասերված այն իմաստով, որ չկա դրանցում ազգային եւ պետական շահի ձևակերպում, կա իրավիճակային շահի, իրավիճակային լուծումների փնտրտուք, բայց ոչ երբեք ռազմավարական, հեռանկարային եւ հեռատես ամենակարևորը լուծումներ։ Ես համաձայն եմ քեզ հետ, Ավետիք ջան, որ այդ սոված մնալու վախը մեր այսինքն մեր դեգրադացրել է մեզ իրականում։ Մեզ դեգրադացրել է, մյուս կողմից մի բան էլ կա, որ դա պետության հանդեպ սարսափն է, որ պետությունը երբեք չի կարելի պետության դեմ կռիվ տալ կամ ինչ-որ բան պահանջել եւ այլն, որովհետեւ պետությանը հնարավոր չի հաղթել, պետությանը հնարավոր չի բերել կոմպրոմիսի, այդ պետությունից սարսափը ինստիտուցիոնալ մակարդակում նստած է բոլոր այսպես կառույցների մեջ, օրինակ ես համասարից օրինակ բերեմ, որ համասարանում ոչ ոք չի հիշում, որ Վահան Թոթովենցը եղել է համասարանի գիտքարտուղարը, մեր ամենա լավ գրողներից մեկը, մտավորականներից մեկը, որին ուղղակի ջնջել են բանից պատմությունից, էլի, ասենք, այն կարգի, որ նույնիսկ այդ համասարանի կենսագրական բաներում, որ տպագրում են ով աշխատել համասարում եւ այլն, այնտեղ Թոթովենց չկա։ Դե անձի անզորությունը պետության եւ իշխանության հանդեպ, այո, բարձրացված է հենց ոնց կրոնական հավատից ավելի վեր ճշմարտության, որը թույլ չի տալիս նույնիսկ ձևավորել, չասեմ անհնազանդություն, չասեմ ապստամբություն, ձևավորել քաղաքացիական դիրքորոշում։ Եվ հիմա օրինակ համասարում դա չեն հիշում, որ կա եղել է Թոթովենց, բայց այդ սարսափը ինչ է եղել Թոթովենցի հետ, դա հիշում են։ Այսինքն սարսափը կա, բայց Թոթովենցը չկա։ Իսկ Թոթովենցին այնպես են ջնջել, որ ասում եմ, այդ կենսագրական հանրագիտաներում նույնիսկ իր անունը չկա։ Ասենք Զապել Եսայանը չկա, որ իրական, ասենք ամենաբարձր պատվի արժանացած բանն է, համասարանականն է, որտեղ ասենք բանում է ֆրանսիական պանթեոնում ամփոփված, պատվո լեգիոն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ սարսափը բայց մնացել է, որ չի կարելի պետության հետ բանանել։ Ու կա մի հատ միֆ, որ այ խորհրդային միության ժամանակներում առաջին քարտուղարները վախով գալիս էին համալսարան, որ ինչ բան, որը երբեք չի եղել, դա իրական սուտ պատմություն է։ Եղել է մի հատ 65 թվականի բան, որտեղ որոշում է կայացվել, որ Նախիջևանը դիմել են բանին, որ Մոսկվային, որ Նախիջևանը վերամիավորեք Հայաստանի հետ, բայց ոչ փաստաթուղթ կա դրանց պահպանված, ոչ էլ ինչ-որ մեկը հիշում է, թե ինչ է եղել ընդհանրապես։ Ես փորձել եմ դա ինչ-որ ձև վավերագրեմ, մարդկանց հարց ու փորձ անեմ եւ այլն, ոչ ոք ոչինչ չի հիշում։ Բոլորը ասում են, որ ես իմում ինչ լսել եմ, այդ ես իմում ով մահացել է արդեն հնարավոր չէ այլևս ճիշտ։ Դե KGB-ի պատվալներում ծեծածել կլինի եւ այդ ծեծնել ինստիտուցիոնալացված եղած կլինի, այդ ծեծի հանդեպ վախը, հա։ KGB-ի պատվալի հանդեպ վախը տևական ժամանակ նույնիսկ Հայաստանի անկախացումից հետո տևական ժամանակ մնացել է եւ այսօր էլ փորձում է այդ վախը վերակենդանացնել իմիջիայլոց բարձր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններով, բայց այո դու ճիշտ ես, որ հենց այդ վախը, որը այլևս կտրված է կոնկրետ գործողությունից, կոնկրետ անձից, այն փորձել են սերմանել եւ միգուցե նաեւ հաջողել են։ Դա է պատճառը, որ անհնազանդության, ապստամբության, քաղաքացիական, այսպես կոշտ դիրքորոշման հանդեպ հասարակության մեջ կա այն բան գլխներից վրեքս խոսակցություն մի բեր մոտեցում վերաբերմունք ճակերտավոր եմ ասում, որովհետև դա բերում է պարակտման, դա բերում է անհատի մեկուսացման, անհատի
բախարակման, դա բերում է նաև հասարակության որպես միասնություն թուլացման, որպես ընդհանրություն, միասնություն չասեք, որպես ընդհանրություն թուլացման է բերում, ու իրականում դա իշխանության համար բան է, երազանք վիճակ է, որ չլինի քաղաքացի, լինի բնակիչ, չլինի էթնիկ, կրոնական կամ մշակութային ինքնության գրող, լինի սպառող, եւ այնպես չի, որ մենակ Հայաստանում է այդպես, ամբողջ աշխարհում այս գլոբալիզմի իմաստը հենց այն է, որ ջնջեն ինքնությունը եւ ձևավորեն այսպես չգիտակցված եւ չկրթված սպառողի, որին հեշտ կարելի է վաճառել ամեն ինչ։ Այդ թվում նաեւ անազատությունը կարելի է վաճառել, լավ գնով էլ կարելի է վաճառել անազատությունը։ Ես իհարկե վախի թեմային ուզում անդրադառնամ, բայց հիմա քո ասացին փորձեմ պատասխանել այն իմաստով, որ այդ ինչը որ գալիս է, որ կլանի Մարտուն Սարգի բնակիչ եւ այլն բան, դա պիտի ունենա հակազդեցություն, չէ՞։ Այդ հակազդեցությունը չի կարող լինի միայն պարով կամ միայն, ասենք, չգիտեմ, երգով, միայն ինչ որ նույնիսկ ոչ թե ազգային, այլ ազգագրական բանով, որ ասենք ինչ որ հատվածական մշակույթով դու չես կարող դիմագրավել այդ եկող բանին։ Դու դրա համար նաև դրանով պետք է անես։ Նաև դրանով, բայց դու պետք է ունենաս այն հիմքը։ Այո։ Պիտի ունենաս այդ փիլիսոփայական հիմքը, այսինքն ինչ որ մեկը դա պիտի գրի, ինչ որ մեկը պիտի դրա կրողը լինի, ինքը որովհետև մեր իրականության մեջ հիմա օրինակ այս պահին, ով որ հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, ինքը իրան համարում է ազգային։ Բայց այդպես չէ։ Բայց մեղմ ասած, մենք ունենք լավ ձևակերպումներ, հա, լավ ձևակերպումներ ունենք Նժդեհի գործերում, Նժդեհի կողմից, հա, Հայկ Ասատրյանի, Կոստան Զարյանի, լավ ձևակերպումներ, մենք մեր գրողների կողմից ունենք ձևակերպումներ, հա, բայց դրանք երբեք չեն բարձրացվել օրենքի կամ ընդունված ազգային գաղափարի աստիճանի, դրանք չեն ձևավորել հետևորդների ոչ թե մեծ բանակ, այլ դրան հետևորդ ժողովուրդ, որպես այդպեսին չեն ձևակերպել։ Ոչ վերջին հերթին նաև այն պատճառով, որ մենք ինքներս եղել ենք կայսերապաշտ, հա, եւ կարողացել ենք ներգրավել տարբեր երկրների հեղափոխություններում, տարբեր երկրներում տեղի ունեցող հեղափոխություններում, որի արդյունքը չի եղել Հայաստանում, որի արդյունքը չի եղել հայկականություն, որի արդյունքը չի եղել հայկական շահ։ Քո ասածը, մեր թեման շահային հաջորդ թեման, որ ուրեմն 100 տարի առաջ, 120 տարի առաջ 1900-ականների սկզբներին հայ ժողովուրդը 3 ամբողջությամբ հեղափոխությամբ էր լեցուն, էլի, բայց դրանք հայկական հեղափոխություններ չեն։ Այո, դրանք ուրեմն Պարսկաստանում ենք մենք մասնակցում հեղափոխությանը, Թուրքիայում ենք մասնակցում հեղափոխությանը եւ Ռուսաստանում ենք մասնակցում հեղափոխությանը, բայց Հայաստանը դրա մեջ չէր։ Ու կար մի հատ հիմա էլ կա այդ պարադոքսը, որ մենք սիրում ենք այսպես, որ այդ հեղափոխական process-ները մեզ շատ դուր են գալիս, բայց սիրում ենք, որ դա տեղի ունենա մի քիչ ուրիշ տեղ, ոչ թե Հայաստանում։ Ու մենք ինքներս շատ նահապետական ժողովուրդ ենք։ Իհարկե կարող է ասեն, որ 18 թվականին եւ այլն ինչ տեղի ունեցավ եւ այլն, բայց դա իրական հեղափոխություն չէր, այլ դա չգիտեմ, բեմադրված հեղաշրջում էր կամ չգիտեմ, ինչ որ իշխանապողությունների եւ այլն։ Կրկնակի այսպես հեղափոխություն, որ ռեժիմը ծնեց մի բան, որը պետք է չի կարող հեղափոխությունը շարունակի պահպանել նույն համակարգը։ Այսինքն եթե քաղաքական համակարգը մնում է նույնը, դա այլևս հեղափոխություն չի։ Դրանում ես համակարծիք եմ քո հետ։ Եվ ավելի խոր իմաստով նաև արժեքներն են, որը ընդհանրապես տեղի չունեցել։ Դե ավելի խորացել է դեգրադացիան, արժե համակարգի դեգրադացիան հասել է իր կուլմինացիային, կարելի ասել։ Հա, բայց ուրեմն մի կողմից այդ պարադոքսն է, էլի, որ մի կողմից հեղափոխությունը ոնց որ մեր ինքնության մի մասն էր, ինչքան լուսավոր հայ կար, կրթված հայ կար եւ այլն հեղափոխական process-ներում մասնակցում էին, բայց մյուս կողմից էլ այդ ոչ մեկի
բաների մեջ, չգիտեմ, ելույթներում, նամակներում, եսին որտեղ Հայաստան չկար, այսինքն կար Ռուսաստանը սարքենք, եսի այսպիսի երկիր, Թուրքիան սարքենք, Թուրքիան սարքենք, Պարսկաստանը սարքենք, եսի այսպիսի, բայց Հայաստան չկար։ Ու դա շատ է ազդում իրականում մեր բանի վրա, որտեվ ու ճիշտն ասած ես կարծում եմ, որ այդտեղ նաև եկեղեցին որոշակի մեղավորություն ունի, որտեվ այն առաջին փուլը կրթության, որ եկեղեցին Հայաստանում տվել է եւ այլն, այնտեղ միշտ քաղաքական շահը դուրս է հանվել, ու մեր գիտակցության մեջ մտել է մի բան, որ Հայաստանը գրագիտության փոխարեն տարաճանաչությունն է իրականում եղել այդ կրթության իմաստը, նպատակը։ Հայաստանը բանա ամառանոց է, չգիտեմ, թաղվելու վայրը, չգիտեմ, բանա ծերություն անցկացնելու տեղ է եւ այլն, բայց կավենի թիմերից մեկի ասած օֆիս։ Օֆիս, այո։ Ու դա շատ լուրջ բան է։ Ու հիմա այս այն ինչ տեղի ունենում Իրանում, որ այդպես ինչ որ բուրն process-ներ են, ու parza որ այսպես աշխարհակաղակական տարբեր կենտրոններ հետաքրքրված են, հետևում են, չգիտեմ, ինչ կլինի Իրանի հետ, ու մեզ համար էլ կենսական բան ունի, նշանակություն ունի, բայց ինձ համար այստեղ նաև եւ զարմանալի եւ մյուս կողմից էլ հանգստացնող է, որ այդ առաջին շարքերում ես հայերի չեմ տեսնում, որ ասենք, բնական է, որ պարսկահայ համայնքը այլևս այն կշիռը չունի, ինչ որ այն քանակը չունի, աչքները վախեցած են, քիչ են եւ այլն, բայց ամեն դեպքում այդ օրինակ Ուկրաինայում էլ չկար, բայց ասենք այդ առաջին զոհվածներից մեկը հայ էր, չգիտեմ, նախարարներից մեկը հայ էր, այդ բանը Ուկրաինայում օրինակ երևում էր, բայց հիմա ոնց որ թե Իրանում դա չենք տեսնում։ Իրանում իհարկե լուրերը շատ մտահոգիչ են, որովհետև մեր բնական դաշնակիցը, մեր, չգիտեմ, հազարամյա հարևանը ոնց որ բաները, խնդիրները, լուրջ խնդիրներով է անցնում, եւ այդտեղ նաեւ վտանգ կա, որ կարող է Ադրբեջանը եւ չմոռանանք նաեւ այն, որ Իրանով այս վերջի մի քանի տարիներին կատարվում էր Հայաստան զենքի մատակարարումները, այսինքն ակնհայտ էր եւ դա միայն, ասենք, ենթադրություն չի դա, նույնիսկ Պարսկաստան պաշտոնյաներն են դրա մասին խոսել եւ սա լուրջ վտանգներ են ներկայացնում ոչ միայն սոցիալական կամ այսպես ճգնաժամերի տեսանկյունից, այլ նաև մատակարարման ճգնաժամերի տեսանկյունից, գիտենք, որ Իրանից գազը ներկրվում Հայաստան, մեր համար չի սպառվում, բայց կառուցվում էր եւ կառուցման ավարտին էր հասցվում երկրորդ գազատրի երկրորդ խողովակաշարը, որով պետք է արդեն գազ մատակարարվեր եւ այսպես թուլացներ կախվածություն Ռուսաստանից մատակարարվող գազից։ Գիտենք, որ Իրանից չեմ հավատում, որտեղ կառուցվեր։ Կառուցվում։ Բարձրավոլտ բանն էլ պետք է կառուցվեր եւ մի 80% կառուցված է, մի 20% էս 10 տարի ավարտին չհասցվեր, ինչպես նաեւ չկար պլաններում, օրինակ գազի հեղուկացման գործարանի կառուցումը Հայաստանում, որը պետք է բերեր ավելի այսպես մեծ անկախացման, էներգետիկ անկախացման կամ ապահովության, բայց ամեն դեպքում այո, Իրանում տեղ ունեցողը շատ մտահոգիչ է, նաև դրա ձևը, թե ինչ ձևերով է դա տեղի ունենում, զինված բախումներով, զոհերով, հրկիզումներով, չպետք է թերագնահատել Իսրայելի դերը այդ հարցում, ակնհայտ է, որ ակտիվացվել է իսրայելական հետախուզությունը եւ ծպտյալ այսպես օղակները, որոնք անցյալ տարի ամռանը մեծ դեր խաղացին Իրանի դեմ հարվածների հաջողության գործում, բայց ակնհայտ է, որ Իրանի վրա ճնշումը ուժեղացել է, ճնշումը արդեն ներքին ձև է ընդունել, եւ դա ամենևին այն ձևը չէ, որին մենք ականատես եղանք մի քանի տարի առաջ, երբ այսպես գլխաշորային հեղափոխություն տեղի ունեցավ, մինի հեղափոխություն տեղի ունեցավ, որին դեմ արտահայտվեցին հենց Մեջլիսի ժողովի հայ պատգամավորները,
այն ժամանակ, բայց ամեն դեպքում սա այլևս այն մինի հեղափոխություն չէ, սա այլևս այլ ձև ունի եւ այլ նպատակ ունի հենց իշխանափոխության, ակնհայտ է, որ գնում են արդեն այդ քայլերին։ Մեծ հաշվով ես կարծում եմ, որ Իրան արևմուտք հակասության լուծումը միայն դրական է լինելու Հայաստանի համար, որովհետև այդ առճակատումը արևմուտքի հետ անհնար է եւ դա հիմա ցույց է տալիս, որ Իրանի պես երկիրը չի կարող դրան դիմանալ, բայց ամեն դեպքում այսպես ես ուղղակի ցանկանում եմ, որ խաղաղ հանգուցալուծվի, ինչ էլ որ հանգուցալուծվել է եւ Իրանի շահերից բխող Իրանի ազգային շահերը չոտնահարվեն։ Այս շաբաթվա ուրեմն մյուս կարևոր թեման, էլի կապվում է նախորդ մեր խոսակցության հետ, վախի հետ, Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի դատավարությունն է, որ ուրեմն երկու այսպես եթերային դեմքեր, կարելի ասել, չգիտեմ, բլոգերներ, քարոզիչներ եւ այլն, դատապարտվում են ուղղակի հետապնդվում են, առայժմ պատժվում են, բառս բունի։ Պատիժը նշանակված է արդեն ազատազրկման տեսքով։ Եվ կալանքը ոչ մի ձև չի վերացվում, ու եթերում մի անգամ ինչ որ բան են, հետույք բառ են ասել Ալեն Սիմոնյանի հասցեին, Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը դիմել է, որ քրեական գործ հարուցեն եւ տղաները ուրեմն կալանք են կրում, այնինչ եւ բանը այդ նախաքննությունը ավարտվել է գործի, պետք է սկսի դատաքննությունը եւ որևէ իմաստ կալանքի չկա։ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլի մասին եւ ուրեմն դա ոչ մի ձևով, ոչ մի այսպես բան դատական համակարգի կողմից չի բերել։ Ես սա եւս պետք է գնահատել, ես իզուր եմ ասում, պետք է սա գնահատվի միանշանակ նրանք քաղբան տերկյալներ են, սա պետք է գնահատվի այդ վախի մթնոլորտի տարածման համատեքստում, որ վախեցնում են բոլորին, այսպես ինչ-որ բան իհարկե իրենց չեն վախեցնում, այլ մնացածին վախեցնում։ Ես սրա հետ ուրեմն առնչվող մի այլ նորություն ունեմ, էլի Ալեն Սիմոնյանի հետ կապված։ Ուրեմն օգոստոսին մենք Օրագիր Նյուզը հարցում էր իրականացրել, երբ ուրեմն Ալեն Սիմոնյան եւ Հայկ Սարգսյանը շիշ բռնողի մեջ հակասությունը բան էր եղել, խորացել էր իրար բանայինները, մենք հարցում ենք արել, թե մարդիկ ում կողմից են ավելի շատ։ Եվ ուրեմն Ալեն Սիմոնյանը այդ հարցման վերաբերել դիմել էր դատարան օգոստոսի վերջին, ու դեկտեմբերի 29-ին դատարանը արդեն կայացրել է վճիռ Աշոտ Հովհաննիսյան անունով մի դատավոր ստորագրել այդ վճռի տակ, որով ուրեմն դատարանը Ալեն Սիմոնյանի թիկնապահների կողմից քաղաքացու ձեռքերը ոլորելը եւ Ալեն Սիմոնյանի այդ քաղաքացի վրա թքելը դա համարել է զրպարտություն։ Այսինքն այն, որ այդ քաղաքացին պատմել է դրա մասին, այն, որ Ալեն Սիմոնյանը բոլորից ներողություն է խնդրել, որ դա ինքը արել է, չգիտեմ ինչ արել եւ այլն, այդ ամեն ինչը հեչ, բայց դատարանը որոշել է, որ հետայսու դա զրպարտություն է։ Այսինքն հետայսու մենք այդ դեպքի մասին պիտի չգիտեմ ոնց խոսենք։ Հիմա այստեղ մի քանի բան կա, օրինակ ոնց է։ Պետք է բռնության կոչերի մասին էլ չխոսենք, ոնց է, վերջին օրենքով։ 3 ամսում վճիռ կայացել։ Ասենք ես դատեր մոտավորապես 40 դատ ունեմ, ընդհանուր եւ անձնական եւ Օրագիր Նյուզով եւ բան, ուրեմն այդ 40 դատերից ոչ մեկով ես չեմ հաղթել դատանում եւ մարդիկ ասենք ինձ պարզ ասում են, որ գիտես քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դու անհնար է որ երբևէ հասնես արդարադատության, բայց Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան 3 ամսում, ուրեմն դատարանը արագ բան արել եւ վճիռն էլ այս վճիռն է կայացել։ Հիմա ես մի խորհուրդ քեզ կարող եմ տալ, իմ ընկերներից մեկը անունը կասեմ, որովհետև բաց հայտարարել դրա մասին Դեմոյան Հայկը հետաքրքիր դիրքորոշում բռնել դատարանում, ինքը պահանջել է, որպեսզի դատավորը
բանի հայտարարի, որ ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի յուրացման փորձերին եւ հայտարարություն ստորագրի, որ այն վնգստացող, պատրիտակ վնգստացող կամ չգիտեմ ինչ այդ որակումները իր համար անընդունելի են, նոր շարունակի դատավարությունը, եւ բերել է եւի RSS էլի մարդկանց, այդ խորհուրդը չեմ ուզում որպես որակավորված իրավաբանական խորհուրդ, բայց կարող եմ հնչեցնել այն ինչ որ Հայկը իր սոցիալական ցանցերում էջերում հայտարարել դրա մասին, ամեն դեպքում իհարկե մենք գործ ունենք խիստ քաղաքականացված դատական համակարգի հետ, ականատեսենք նաև այդ դատական համակարգում որոշակի դիմադրության, որովհետև կան դատավորներ, որոնք չեն ընկերակում այդ ճնշման առաջ, չեն ճկվում այդ ճնշման տակ, ես հույս ունեմ, որ ընկալում են նաև իրենց պատասխանատվությունը, արդարադատություն իրականացնելու հարցում, որի համար երթվում են իմիջայլոց, ամեն դեպքում կա իհարկե կա ճնշում դատական համակարգի նկատմամբ, կա ճնշում ամբողջ իրավապահ համակարգի նկատմամբ, կա այսպես ցանկություն մոլուզք այդ ամբողջ իրավապահ համակարգին դարձնել հանցակից եւ ճնշել խոսքի ազատությունը մասնավորապես։ Ես օրինակ Վազգեն Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյանին անձամբ չեմ ճանաչում։ Գետ մեկ անգամ էլ հետները հանդիպած չկամ։ Ես վատեմ ճանաչ։ Գետ մեկ անգամ էլ հանդիպած չկամ եւ իհարկե մենք տեսել ենք որոշակի այսպես անազնիվ վարկագիծ իրենց կողմից, մասնավորապես օրինակ Շանթ Հարությունյանի հետ հարցազրույցը հանդեպ, եւ շարք մեղադրանքներ, դե չեմ ուզում խորանամ, բայց կա մի փաստ, իմ գյումրեցի ընկեր Արթուր Համբարձումյան մի անգամ մատնանշել այդ փաստը։ Եթե Հայաստանում կան քաղաքական չբանտարկյալներ, այսինքն մարդիկ, որոնք իրենց արարքների համար քաղաքական նպատակահարմարության կամ քաղաքական իրավիճակից ելնելով չեն դատապարտում, չեն բանտարկվում հանցագործություն կատարած լինելով հանդերձ, ապա մնացած բոլորը, այդ թվում նաև առևոտ հանցագործություն կատարածները համարվում են քաղաքական բանտարկյալներ, որովհետև արդարադատության համակարգը քաղաքականացված է, նա քաղաքական նպատակահարմարություն դինելով չի իրագործում իր առաքելությունը, ապա բոլոր բանտարկյալները քաղաքական բանտարկյալներ են։ Սա իհարկե իրավական որակում չէ, իհարկե մարդու իրավունքների կոնվենցիաներով, չգիտեմ, քաղաքական իրավունքների համատեքստում չի կարող ցանկացած բանտարկյալ համարվել քաղաքական բանտարկյալ, բայց մեր համակարգը այսօր այնպիսին է, որ քաղաքական չբանտարկյալները հիմնավորում են մնացած բոլորի քաղաքական լինելը։ Հիմա Ավետիք ջան, նայ այստեղ մի շատ կարևոր բան կա։ Մենք տեսնում ենք կոնկրետ խնդիր արդարադատության համակարգի հետ կապված, դատական համակարգի հետ կապված, այդ խնդիր ունի նախապատմություն, այսինքն երբևէ Վազգենն ու Նարեկը առաջի անգամ չի որ հնչելուց։ Չէ, կոնկրետ էս չեմ ասում, էլի, դատական համակարգի հետ կապված եմ ասում, օրինակ ասենք, չգիտեմ, ժամանակին ես հիշում եմ, որ այդ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշեր եղած բանի ժամանակ, չգիտեմ, այդ զորք մարդկանց ծեծելու, ժողովրդին ծեծելու բանի հետ կապված մի տղա էր դատապարտվել, կարծեմ 7 տարվա ազատազրկման պլաստիկ շշով ոստիկանին հարվածելու համար, այդպես դուբինկաներով էս ինչերով հարձակվել են այդ տղայի վրա, ինքը ի պատասխան բանով շշով խփել էր, դա 2003 թիվն էր կարծեմ։ Եվ բաներ այդ տղային կարծեմ 7 տարի էին դատապարտել, եթե հիշողությունս չի դավաճանում, բկա 5-ից 7 տարի էր այդ միջակայքում էր։ Ու գուցե ասում են ավելի
տարիքովները ինձնից, որ այսքան քաղաքականացված չի եղել, որ ասենք, չգիտեմ, Քոչյանը աշխատանքային վեճով չի հանձնարարել, որ ասենք դատարանը ինչ-որ վճիռ կայացնի եւ այլն, իսկ իմ դեպքում վճռաբեկ դատարանը ապօրինի վճիռ ունի, բանի, հենց իմ դեմ էլի, որ դա պետք է այսպես լուծվի եւ այլն, որը իրական ապօրինի վճիռ է, ինքը իրավունքն է դա։ Կհիշեցնեմ Հարությունյան Շանթի որդի Շահենի դեպքը, որը այն հիշում ես փայտերով երթը օպերայի հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, երբ գործը հատուկ ձևակերպեցին եւ մեղադրանքը հատուկ ձևակերպեցին այնպես, որ անչափահասին բանտարկեն։ Եվ դա այո, արդեն համախտանիշ էր քաղաքականացված արդարադատության համակարգի կամ դատական համակարգի արդարադատության չասենք, որը քաղաքական նպատակահարմարությունից քաղաքական հանձնարարությունից ելնելով վերավորակավորեց այնպես, որպեսզի մարդուն ուղղակի կոտրեն, կողեն բանտ եւ կոտրեն։ Հիմա, բայց իմ ասածը կիսատ մնացել է ավելին։ Ես ասում եի, որ բայց հիմա այսօր կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստվում են իշխանություն վերցնել, չգիտեմ, ընտրությունների են գնում եւ այլն, բայց այդ ուժերը օրակարգ, օրինակ դատական համակարգը ինչպիսին պետք է լինի, ինչ այլևս պետք է թույլ չտալ, որ Հայաստանում լինի, որ ասենք չգիտեմ դատարանները ինչ կառուցվածք պիտի ունենան, այդ անկախությունը ոնց պիտի երաշխավորվի եւ այլն, այս բաները ոչ ոք չի խոսում սրա մասին։ Խոսում են, այստեղ կհակաճառեմ, հենց քո հյուրերից մեկը Կարապետյանց Նինան, որը նժար սահմանադրական շարժման հիմնադիրներից եւ այսօր գործող անձանցից մեկն է, հենց նժարը ունի ներկայացված ձևակերպված դիրքորոշում, բայց դա չի դարձել mainstream, այսպես ասած, Հայակվեն ունի դիրքորոշում, կարծում եմ միասնության թվերը ունի նման դիրքորոշում, բայց օրինակ չունի դաշնակցությունը, չունի հանրապետական կուսակցությունը, չունի mainstream, այսպես եւ ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը, որը թույլ կտար գոնե ինչ որ չափով, ինչ որ այդ օրակարգի շուրջ մոբիլիզացնել լայն կամ ձևավորել լայն կոնսենսուս։ Ինչի, որովհետև իրենք, ես կարծում եմ նաև այն պատճառով, որ իրենք ժամանակին եղել են իշխանություն եւ իրենք մեղավոր են այս հարցում։ Պատճառները կարող են տարբեր լինել, Ավետիք ջան, բայց ամեն դեպքում ընդդիմությունը պիտի ինչ որ բաների գա, եզրահանգման գա։ Այնինչ ընդդիմությունը նույնիսկ չի կարողանում եզրահանգման գալ, թե քանի քաղբանտարկյալ կա հիմա։ Մի մասը, չգիտեմ, տարբեր թվերն են նշում 30, 40, 20, չգիտեմ։ Նայած ուժ, նայած ում հայտա մոտ, ում հետ չունի, ով տեր ունի, ինչ հակասություններ կան իրենց մեջ եւ այլն։ Բայց սա, եթե այսպես ասենք ոլորտ առ ոլորտ լիներ ինչ որ բաներ էլի, այսպես հռչակագրային ինչ որ դրույթներ լինեին, որ ասենք սա անընդունելի է, սա չպիտի այսպեսի բան լինի, օրինակ դատախազ աշխատածը չպետք է դատավոր լինի կամ օրինակ եմ բերում, ասենք կան դատավորներ, դա երկու բան կբերի, Ավետիք ջան, մի կողմից կբերի նրա, որ կձևավորվի այդ համախմբման դաշտը, ինչի շուրջ են մարդիկ համախմբվում։ Մյուս կողմից դա ցույց կտա Փաշինյանի արած քայլերի ոչ լեգիտիմությունը։ Այսինքն դրա հիմնավորումը շուտվանից տվել են իհարկե, իսկ այդ լեգիտիմության բոլոր սահմանները անցել ոչ թե որ ինքը դավաճան է, ոչ թե դա, այլ կոնկրետ քայլեր ու դա կբերի հաջորդ իշխանությանը կստիպի, որ ինքը հաշվի կնստի այդ պահանջի հետ։ Իսկ պահանջը ընդհանուր չի ձևակերպվում։ Այսինքն այդպես համընդհանուր պահանջի ասենք Նինա Կարապետյանցը ես իրեն շատ հարգում եմ, որովհետև հիշում եմ իր պաշտպան գործունեությունը եւ այլն, բայց որպես քաղաքական ուժ ես մեկը իրեն այդպես չեմ ընկալում։ Գուցե ինչ-որ բան ասում է կամ ինչ-որ բան փորձում է անի եւ առայժմ որովհետեւ դեռևս ծանրակշիռ է, ես չեմ կարծում որ եւ այլն եւ չեմ էլ ֆիքսել դա որ ճիշտ ասած ինքը այդպեսի բան է առաջարկում։ Ես պատկերացնում որ ինքը, նժարի մանիֆեստը որ կարդաս ինչ որ բաներ են տեղ կան մասին, այո։ Եվ ոչ միայն նժարի, էլի, այսինքն ես այստեղ չեմ ուզում նժարը գովազդեմ, չնայած հիմնադիրների հետ որոշակի ծանոթություն ունեմ, բայց ամեն դեպքում կան, այսինքն չկա դատարկություն, դատարկ չի այդ դաշտը, բայց խոսքը չի դարձել համընդհանուր բանը, որ ասենք սա չի կարելի անել, սա ուրեմն դատապարտել է, պիտի այնպես անենք, որ սա ու ստացվել է, որ նորից մենք այս սելը
նորից այդ կանիվը նույն տեղում կոտրվել է, այդ մասով տես հենց իշխանության հետ կապված, իշխանության ձևավորման հետ կապված էլի հետաքրքիր շարժումներ կան, այստեղ մենք մի քիչ գնացինք քաղաքական դաշտի նորույթների քննարկմանը, բայց կասենք նույն բոլորին դեմ եմ շարժումը, հա, որը հետաքրքիր առաջարկներ է բերել դաշտ, օրինակ ընտրական շեմի իջեցնել մինչև 1%, հա, վերադարձնել բոլորին դեմ եմ ընտրությունը եւ այլն, վերանալ այս 15 թվականի համարությամբ պղծված քաղաքական համակարգից, վերադառնալ կամ ձևավորել նոր ավելի ժողովրդավար կամ ոչ թե ավելի ժողովրդավար քաղաքական համակարգ, որտեղ յուրաքանչյուրի շահը ներկայացված կլինի։ Այս մի անգամ մեկ այլ ԶԼՄ-ի եթերում արտահայտվեցի, որ կամ որ եթերում չէր երևի հետների խոսակցության մեջ էր, որ եթե Հայաստանում լիներ մարդակերների կուսակցություն եւ կարողանար 1% հավաքել, ապա ես կողմ եմ, որ իրենք ներկայացված լինեն ազգային ժողովում, որտեղ եթե կա ինչ-որ շահերի խումբ, որը ունի բավարար հետևորդներ, ապա չպետք է շահերի խումբը անտեսված լինի կամ մղված լինի լուսանցք։ Հա, մարդակերներին պայմանական եմ ասում, հա։ Ես քեզ հիասթափեցնեմ, ասեմ, որ մարդակերների կուսակցությունը Հայաստանում մեծամասնություն ունի։ Իշխող ուժ։ Գաղակերներ, մարդակերներ։ Լավ, մի թեմա էլ կա, որին ուզում անդրադառնամ, դա բանավեճի հրավերներ Վահագն Ալեքսեյանի կողմից, ուրեմն մեր ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանին, որը Նարեկ Կարապետյանը ոչ իր անունից, այլ իր, չգիտեմ, իրենց երկրորդ դեմքի, երրորդ դեմքի անունից, այսպես կամահրանքով մերժել էին, որ դու Վահագն պիտի քաշ հավաքես, չգիտեմ ինչ անես եւ այլն, որ Նարեկը քեզ հետ բանավեճի։ Հիմա սա իրականում ուրեմն շատ լուրջ խնդիր է, էլի, որովհետև Հայաստանում նախ այդ բանավեճի մշակույթը չկա։ Այսինքն երբեք Հայաստանում բանավեճ չի եղել։ Եղել է մի հատ հայտնի բանավեճ Ռոբերտ Քոչյանի, Ստեփան Դեմիրճյանի միջև, որտեղ բոլոր լրագրողներին նախապես ասված են եղել բոլոր հարցերը, բոլոր ռեպլիկները, բոլոր եսի միջերը։ Այդ լրագրողների մեծ մասը իդեմս Պետրոս Ղազարյանի, հիմա Նիկոլ Փաշինյանի կողմից են աշխատում։ Մի հոգի կարծեմ ընդվզեց, չէ՞, նվեր մնացական ընդվզեց այդ ընթացքում, թե ես լավ չեմ հիշում։ Ես լավ չեմ հիշում այդ պատմությունը։ Մի խառնեց հարցը, ուրիշ հարց տվեց։ Մի բանավեճ, նախընտրական բանավեճ, որը առանձնանում է իհարկե իր բովանդակությամբ, սրությամբ եւ այսպես չբեմադրված, գոնե պայմանական չբեմադրված չլինելով, դա 2018 թվականի արտահերտ ընտրությունների նախորդող բանավեճներ, որտեղ մեղադրանքներ հնչեցվեցին եւ այլն, այդ թվում նաեւ կանխատեսումներ, որոնք որ իրականացան, բայց ամեն դեպքում այնտեղ այդ ընտրությունները հետաքրքիր առանձնահատկություն ունեն այն իմաստով, որ նոմինալ իշխող ուժը, որը այդ ժամանակ հանրապետական կուսակցությունն էր, հիշեցնեմ, որ մեծամասնությունն էր ազգային ժողովում, նոմինալ իշխող ուժը ներկայացված չէր իր կուսակցության նախագահի եւ փոխնախագահների տեսքով։ Վիգեն Սարգսյանն էր առաջին համար, այդ ֆորմալ որևէ բարձր դիրք չուներ կուսակցության վերնախավում, այսինքն կարող է ինչ-որ փոխնախագահ նշանակվել էր այդ ժամանակ, բայց կուսակցության առաջին դեմքերը նախագահ եւ փոխնախագահները չէին մասնակցում ընտրարշավին, չկային ընտրացուցակներում, մինչդեռ մյուս ցուցակներում կային ժամանակին պետության առաջին դեմքի պաշտոն զբաղեցրած անձինք, հա, եւ այդ առումով այդ բանավեճը այդ իմաստով առանձնանում է եւ վախով եմ հիշում այդ ժամանակը, երբ փաստացի մենք թևակողեցինք քաղաքական աբսուրդի դարաշրջան, ակտորները հեռացան, մտան ստվեր եւ շարունակեցին այնտեղից գործել։ Բայց այստեղ էական բան կա, էլի։ Այսինքն, եթե դու չես գնում բանավեճի, դու ո՞նց ես պատրաստում վերցնել իշխանությունը։ Այսինքն պետք է հեղաշրջում լինի, հեղափոխություն լինի, ինչ պետք է լինի։ Եթե դու տես օրինակ ասենք
վարչախմբի պարագլուխը ասեց, եթե չեք հավանում իշխանությունը, եկեք հեղափոխություն արեք, այսինքն փաստացի մերժեց իշխանությունը փոխելու օրինական օրենքով սահմանված ձևը, ընտրությունները։ Ինքը հաստատեց, որ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Փոխվել է հեղաշրջումներով, ներքին պայմանավորվածություններով, բեմադրությամբ եւ այլն, բայց ոչ ներգործությամբ, ամենակարևորը։ Բայց ներսից այդպես ընտրություններով ոչինչ եղել։ Ներսում եղել է քվեարկություն։ Մի հատ քվեարկություն եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ գլխավոր մրցակիցը չկար Վազգեն Մանուկյանը եւ ամբողջ այդ բանը գնաց Լևոն Տեր-Պետրոսյանին, ես իհարկե իրեն չնսեմացնող դրա համար չեմ ասում, այլ ուղղակի կարկ բանն է այդպես։ Նույն ձևի էլ 18 թվականին եղավ, որտեվ եթե Կարեն Կարապետյանը դներ տեխնացությունը եւ իրական, ասենք, ուժը, որով հաղթել էր հանրապետականը նախկին ընտրությունը այդ 17 թվականին, Կարեն Կարապետյանն էր, եթե Կարեն Կարապետյանը իր թիմով մասնակցեր ընտրապայքարին, Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդպես սահմանել վազելով գնաց եւ 17 թվականի ընտրությունների օրինականությունը, լեգիտիմությունը ճանաչեց։ Նիկոլ Փաշինյանը, այո։ Երկի հիշում։ Իր թիմակիցները այն ժամանակ, բայց Կարեն Կարապետյան թիմի մեծ մասը անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը։ Դա շատ լավ հիշում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ բանավեճի նախ այս քաղաքական մասը շթերի ու անհասկանալի, թե ինչու են, ասենք, բաները, նախագաներ հրաժարվում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն տարիքով մարդ է, 2 օր առաջ իր ծնունդն էր, իր ծնունդը շնորհավոր, ինքը 81 տարեկան դարձավ, ասենք, ինքը կարող է որ ներվայնանա, լավ չլինի եւ այլն, բայց ինչու Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն գնում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, եթե ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է։ Երկրորդը, ինչու ավելի ցածր մակարդակում չեն գնում բանավիճելու, կա Նարեկ Կարապետյանը ասի, ասենք, ես չեմ գալիս, բայց իմ փոխարեն կգա ես իմով։ Ինչու չեք գնում, որտեվ ասելիք չունեք, չեք հավատում ընտրություններին եւ այլն։ Բայց մյուս կողմից էլ կա սրա մշակութային բանը։ Այդ է նա, որ ես երբեք չեմ տեսել, որ երկու հայ իրար հետ բանավիճեն ու դա ծեծ կռիվ դարավոր թշնամանք։ Չէ, ես ինքս մասնակցել եմ մի քանի բանավեճերի, իհարկե նեղ թեմաներով, անցյալ տարի 2 բանավեճի մասնակցել եմ, մեկը ինձ կհրավիր էլի տենց բանավեճերից կմտածնեմ ոնց է։ Երկրորդը դրանք եթերային բանավեճեր են եղել, իհարկե մեկը Շանթի եթերը, մյուսը Factor TV եթերը, մինչև Factor-ը առանձնանում է մնացած էլեմենտներից դրական առանձնում են մասով, որ հաճախ կազմակերպում այդպիսի բանավեճեր եւ փորձագիտական բանավեճեր, բայց ամեն դեպքում դրանք նեղ թեմաների շուրջ են, կոնկրետ դիսկրետ թեմաների շուրջ են, բայց ամեն դեպքում փորձում են զարգացնել հենց բանավեճային մշակույթը, փորձում են իմի բերել, ասենք մի թեմայի շուրջ բերել լայն տեսակետների լայն խումբ եւ դրանով զարգացնել, ես կարծում եմ նպատակը հենց ունենել, հա, եւ դրանով իհարկե առանձնանում են, դրական կերպով առանձնանում են, այն ինչ տեղի ունեն, ասենք, հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճ կամ չգիտեմ ինչ է կոչվում այդ հաղորդաշարը, այնտեղ իրականում վերածում է ծեծու ջարդի, դարավոր թշնամության եւ նա ամեն ինչի ամեն դեպքում դրական տպավորություն չկա դրանից։ Բայց մյուս կողմից էլ իհարկե շատ կարևոր է, որ մանավանդ քաղաքական բանավեճի մշակույթը մեր մոտ զարգանա քաղաքական մշակույթը ընդհանրապես, հա, եւ մենք որպես ազգ ձևավորվենք որպես քաղաքական ազգ, դրանով իսկ վերադարձնելով ժողովրդին վերադարձնելով իշխանությունը։ Այլապես գնում ենք կործանարար ճանապարհով, կործանման ճանապարհով, իշխանությունը մեզնից խլված է, ժողովրդից խլված է եւ դրան վերադարձնելու միակ ձևը որպես քաղաքական ազգ վերածնվելն է։ Ես ուզում եմ հարցնեմ, դուք ով եք, որ ձեզնից խլել են։ Ես լավ, հումորը չտանք, ես հասկանում դու ինչ ես ասում։ Ես Հայաստանի քաղաքացին եմ, հա, ես Հայաստանի քաղաքացին եմ։ Նաև այդտեղ բան է, որ ոչ մի քաղաքական ուժ չի վիճարկում 21 թվականի ընտրությունները։ Ուրիշ բան, որ այդ ծրագիրը վիճարկվում է ու ես էլ եմ ասում, որ այդ ծրագրով դուք ընտրվել եք, բայց
ես էլ եմ դրա կողմնակից էլի, բայց ուրիշ բան է կարել, դրա համար պետք է քաղաքական պատասխանատվություն լինի, բայց նաև հասկանում եմ, որ քաղաքական պատասխանատվություն երբևէ Հայաստանում չի եղել։ Ով ինչ ուզել խոստացել է, ոչ մեկ իր ասածը չի արել, ուրիշ բան է արել, ոչ մեկ չի ասել, որ 21 թվականի ընտրություններից առաջ, չգիտեմ ինչ, սա ինչի չարեցիք։ 21 թվականի ընտրությունից առաջ ես արտահայտվեցի մի անգամ եթերում, հանրային ռադիո եթերում, որ իրականում այս ընտրությունները չպետք է լինեն, այն իմաստով, որ ապահովված չի ազատ կամ արտահայտման իրավունքը։ Հա, եւ բերեցի սահմանամերձային գյուղերի այն բնակավայրերի օրինակը, որտեղ հենց բնակավայրի տարածքում թուրք զինվորները կանգնած էին եւ հնարավոր չի այդ իրավիճակում գնալ ուղղակի արտահայտել են կամքը, այն ընտրությունը, որը կարող է լինել նորմալ պայմաններում։ Եվ հենց այդ գործոնով, հա, այդ պայմանավորված ազատ կամ արտահայտման իրավունքի բացակայության պայմաններում չէր կարող լինել ընտրություն։ Բայց տենց էլ եղավ։ Հենց այդ պատերազմի վախով, այո, պատերազմի վախով, եւ ոչ միայն պատերազմի վախով, այլ տարատեսակ վախերով, պայմանավորված ընտրություններ էր, ոչ թե հանուն, այլ ինադու ընտրություններ էր, հա, դեմ կողմ չէ ինչ որ բանի, դեմ էին ինչ որ բանի։ Ես էլ մի բան ասեմ ու դրանով ամփոփենք էլի։ Ինձ էլ է սարսափեցնում է, որ ես ինչքան ինձ հիշում եմ, Հայաստանում միշտ ընտրությունները եղել են ընդդեմ ինչ որ մեկի, որ ընենց անենք, որ ասենք Լևոնը նորից չընտրվի, ախ Երանի Քոչյանը գնա, ով ուզում է թող գա, թող Քոչյանը գնա, ով ուզում է թող գա, մենակ Սերժը գնա։ Հիմա մենք նորից մոտենում ենք այդ հանգրվանին, ով ուզում է թող գա, մենակ թե Նիկոլը չլինի։ Եվ այս գալիք ընտրությունները էլի վախերով համեմված ընտրություններ են լինելու։ Ես կարծում եմ, որ ամենա ցայտուն օրինակն է, որ մենք կառավարվում ենք դրսից։ Այսինքն ինչ որ դրսի ուժեր կան, որոնք ոնց դի կառավարեն, այդպես ու իշխանության հանդեպ բանա տարածվում, բամբասանք, ատելություն, չգիտեմ ինչ եւ այլն դալրով գեներացիոն, հետո մի պահի գալիս ասում են, հոպ, էս ինչն է եկել ու մարդիկ ուրախ գնում ասում են, այ, էս ինչն է եկել, իսկ ով այդ մարդը, ինչ է ուզում անի, ինչ է եկել, ինչ է ինքն ընդունակ եւ այլն, դրան էլ ոչ ոք ուշադրություն չի ապացույցը եւս մեկ, որ մենք քաղաքական ազգ չենք։ Այո։ Բայց ես վստահ եմ, որ կդառնանք։ Հուսով եմ։ Այո։ Այս լավ նոտայի վրա ուրեմն ամփոփենք մեր այսօրվա խորագիրը։ Չէ, թեմաներ կային, որ չխոսեցինք, բայց դե մի հատ 20,000 դրամների թեման մնաց եւ ավտոմեքենայի համարները, դե ոչինչ, ոչինչ, դա հաջորդ անգամ։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ դիտեցիք մեր հաղորդաշարը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք խորագիրը, ես Գևորգ Մինտերյանց եւ Ավետիք Քերոփյանը, ուրեմն ամփոփեցինք անցնող շաբաթը, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Ինչ հանդիպում։